Եվ քանի որ խոսեցինք Ռուսաստանի նոտալ կարտի մասին 2026 թվականի, ուրեմն այստեղ զուգահեռներ անցկացնենք Հայաստանի նոտալ կարտի եւ Ռուսաստանի նոտալ կարտի հետ, տեսնենք ինչպիսի իրավիճակներ կարող են լինել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ Աստղաբանական տեսանկյունից 2026 թվականը Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների վերաբերյալ ըստ նոտալ կարտի վերլուծության ցույց է տալիս բարդ պատկերներ, որը չի ենթադրում ուղղակի կամ մեխանիկական միացում, այսինքն այստեղ միացում չի կարա լինի, բայց Հայաստանի նոտալ կարտում արևը կույսում 2021 թվականի 21/09/1991 թվականի տվյալներում, իսկ Յուպիտերը Արյուծում արդեն 2026 թվականին Պլուտոնի տրանզիտը ջրխոսով ստեղծում է լարված ասպեկտներ Հայաստանի հիմնական մոլորակների հետ։ Սա նշանակում է, որ երկիրը կանգնած է լինելու սեփական ինքնությունը եւ անկախությունը վերահաստատելու լուրջ մարտահրավերների առաջ, բայց ոչ թե այն կորցնելու։ Այստեղ Հայաստանի համար վտանգավոր իրավիճակ է հայտնվում եւ Հայաստանը պետք է կարողանա ճիշտ որոշում կայացնել, հա։ Ուրանի ազդեցությունը Ռուսաստանի քարտում, ուրեմն 2026 թվականի Ռուսաստանի քարտում ուրանը միանում է արևին, սա բերում է ներքին ցնցումներ եւ պետական կառուցվածքի փոփոխություն հենց Ռուսաստանի ներսում։ Նման իրավիճակներում մեծ կայսրությունները սովորաբար կենտրոնանում են ներքին տրանսֆորմացիաների, այլ ոչ թե տարածքների կամ երկրների կոշտ միացմանը։ Հասկացեք, որ Ռուսաստանի համար վերջը թքած թե որ պետությունը իրան կմիանի, ինքը դրա ժամանակը չունի իր արչև հարցադրվելու, իր տարածքային սահմանները ճանաչելու, երկրի ներսում տրանսֆորմացիոն փոփոխություն անելու վրա։ Ուստի նոր տիպի դաշինքներ հարևանական տեսքով եւ ոչ թե կլանումներ կարող են լինել։ Աստղաբանական ցուցանիշները, հատկապես ջրհոսի դարաշրջանի մուտքը, հուշում է, որ հին տիպի միություններ տեղի են տալիս հորիզոնական դաշինքներին։ Հնարավոր է տնտեսական կամ ռազմական նոր ձևաչափերի ստեղծում, բայց դա ավելի շատ նման կլինի թվային կամ ցանցային համագործակցություն, քան մեկ պետության կազմի մեջ մտնելու։ Հայաստանը 2026 թվին կարող է որոշակի համագործակցություններ Ռուսաստանի հետ հեռավորության վրա ստեղծել, բայց ոչ մտնել Ռուսաստանի կազմի մեջ։ 2026 թվականի ամենաբեկումնային պահը Սատուրնի եւ Նեպտունի միացումն է խոյում 2026 թվականի փետրվար-մարտ ամսում կարող են բերել հին պայմանագրերի վերանայում։ Ինչքան ժամանակ առաջ եղավ Փաշինյան-Պուտին հանդիպումը, նա կարող է լինել մի շրջան, երբ Հայաստանը կփորձի գտնել իր տեղը նոր աշխարհակարգում, բայց քարտերը ցույց չեն տալիս, որ պետականության լիակատար դադարեցում եւ այլ երկրի կազմի մեջ մտնել։ Առայժմ Հայաստանի նման բան չկա, ամփոփում ըստ Հայաստանի եւ Ռուսաստանի նոտալ կարտի դաշնակիցների փոփոխություն կամ հարաբերությունների ձևաչափի արմատական վերանայման տարի է, քան տարածքային միացման։ Այստեղ արդեն եւ Հայաստանը եւ Ռուսաստանը կսկսեն վերանայել իրենց պայմանագրերը, իրենց համագործակցությունները եւ տեսնենք ԱՄՆ-ի հետ, ուրեմն ԱՄՆ եւ Հայաստանի հարաբերությունները 2026 թվականին ըստ նոտալ կարտի փոխազդեցության, սինաստրիայի եւ տրանզիտների ժամանակաշրջան է, որը կանցնի բոլորովին նոր մակարդակի վրա։ Հիմնական աստղաբանական միտումները ԱՄՆ-ի ուրանի վերադարձը եւ Հայաստանը, ուրեմն ուրանի վերադարձի փուլում, որ լինում է 84 տարին մեկ, սա նշանակում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության կտրուկ շրջադարձ։ Ազդեցությունը Հայաստանի վրա ԱՄՆ-ն կսկսի փնտրել նոր, ոչ ստանդարտ գործընկերներ։
տարածաշրջանում։ Հայաստանի նատալ քարտում հենց սա ստեղծում է տեխնոլոգիական ռազմական թարմեցման ասպեկտ։ Սպասվում է աջակցություն հատկապես բարձր տեխնոլոգիական և անվտանգության ոլորտում։ Պլուտոնը ջրհոսում, ժողովրդական առանցք, քանի որ ԱՄՆ-ի քարտում ջրհոսը կարևոր դեր ունի, և Հայաստանը ձգտում է դեպի այդ արժեքները, Պլուտոնի մուտքը ջրհոս 2026 թվականին ամրապնդում է այս երկու երկրների միջև գաղափարական կապը։ Դա կարող է դրսևորվել որպես ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրվող անվտանգության բարձիկ ընդամենը և ընդդեմ տարածաշրջանի ճնշումներին։ Ֆինանսական և տնտեսական կապերը 2026 թվականի տրանզիտները ցույց են տալիս, որ Հայաստանի նատալ Յուպիտերը ստանում է դրական լիցքեր ԱՄՆ-ի տնտեսական գոտուց։ Սա կարող է նշանակել խոշոր ամերիկյան ներդրումներ կամ հատուկ տնտեսական կարգավիճակի տրամադրում, ինչը Հայաստանին թույլ կտա ավելի անկախ լինել ավանդական շուկաներից, օրինակ, հենց Ռուսաստանից։ Բայց այստեղ ռիսկեր կան։ Չնայած մերձեցմանը, Սատուրնի դիրքը 2026 թվականին հուշում է, որ ԱՄՆ-ի օգնությունը կլինի խիստ պայմանականորեն։ Վաշինգտոնը Հայաստանից կպահանջի հստակեցնել իր դիրքորոշումը և իրականացնել խորը ինստիտուցիոնալ բարեփոխումներ։ Սա անվճար օգնության տարի չի լինելու Հայաստանի համար Ամերիկայից, այլ լուրջ պարտավորվածություններ։ Այստեղ Հայաստանը պետք է որոշի, ում առաջ ավելի շատ խոնարհվելու կամ ծնկի գալու։ 2026 թվականը կարող է դառնալ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների պատմության մեջ ամենամտերիմ տարին։ Եթե Ռուսաստանի հետ հարաբերությունները տեսնում ենք վերաձևում են և հեռացում, ապա ԱՄՆ-ի հետ քարտը ցույց է տալիս ինտեգրում և արդիականացում։ Սա մի խոսքով ձեռնատու է առաջին հերթին ԱՄՆ-ին։ Այստեղ են ասել, որ ձրի պանիրը թակարդում է։ ԱՄՆ Յուպիտերը Հայաստանի արևի վրա, ԱՄՆ-ի նատալ քարտում Յուպիտերի հովանավորչության ընդլայնումը գտնվում է Խեցգետինի 5-րդ աստիճանի 2026 թվականի տրանզիտային մոլորակների կամ մոլորակային ակտիվացման կետ, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ն Հայաստանի համար հանդես է գալիս որպես մեծ հովանավոր կամ ուսուցիչ։ Մարսերի փոխազդեցությունը ԱՄՆ-ի Մարսը երկվորյակի և Հայաստանի Մարսը այդ եղջյուրից ստեղծում է լարված, բայց էներգետիկ ասպեկտ։ Սա նշանակում է ռազմական ոլորտում ինտենսիվ համագործակցություն, որտեղ ամերիկյան շարժունակությունը փորձում է թարմացնել հայկական ստատիկ պաշտպանական համակարգը։ 2026 թվականի առանցքային ասպեկտը Ուրանի տրինը 2026 թվականի տրանզիտային Ուրանը, որը ԱՄՆ-ի կառավարող մոլորակն է, կազմում է ներդաշնակ ասպեկտ տրին Հայաստանի նատալ Ուրանի և Նեպտունի հետ։ Նատալ քարտով սա նշանակում է անսպասելի բեկումնային օգնություն տեխնոլոգիաների, հետախուզության և թվային անվտանգության ոլորտում։ Սա այն պահն է, երբ հնարավորությունների պատուհանը բացվում է ֆորս-մաժորային ձևով։ Ինչը վերաբերվում է սահմանների և Արցախի հարցը, ըստ նատալ քարտին, Հայաստանի քարտում 4-րդ տունը տարածք, հող, կառավարում, դա արտացոլվում է Յուպիտերով։ 2026 թվականի տրանզիտային Սատուրնը սահմանափակում է հստակեցումը, մտնում է խոյի նշանի քառակուսի կազմում Հայաստանի նոտալ մոլորակների հետ։ Սա ցույց է տալիս սահմանների վերջնական, իրավական և կոշտ ֆիքսում։ ԱՄՆ-ի քարտեզի ազդեցությունը այստեղ հանդես է գալիս որպես մոդերատոր, որը օգնում է ստեղծել նոր իրավական հիմքեր։ Սատուրնի էներգիան
որոնք կփոխարինեն հին անորոշ վիճակին։ Պլուտոնի զրոյացումը 2026 թվականին Պլուտոնը շարժվում է Հայաստանի նոտալ լուսնի, այսինքն ժողովրդի ուղղությամբ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, սա նշանակում է հասարակական գիտակցության տրանսֆորմացիա, ժողովրդի մեջ վերանում է վախը եւ հին կախվածությունները, ինչը թույլ է տալիս ընդունել արևմտյան մոդելը ոչ թե որպես օտար, այլ որպես գոյատևման գործիք։ Հասկանում եք, մեր առաջ դրվում է գոյատևելու այսպես միակ հնարավորություն, կարճ եզրակացություն։ Ըստ նոտալ քարտով 2026 թվականը Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում կլինի ճակատագրական համընկնում։ Եթե Ռուսաստանի հետ կապը նոտալ քարտով գնում է պարտքերի մարում եւ հեռացում, ապա ԱՄՆ-ի հետ այն գնում է դեպի նոր ռեսուրսների ներարկում։ Հասկացաք, այսինքն արդեն ամեն ինչ որոշված է ըստ նոտալ քարտերի, ըստ էներգիաների եւ ուղղակի արդեն նոր Հայաստանի քարտեզին, նոր կարգավիճակին ուղղակի այլ ընտրանք չկա, մեզ մնում է մեր գոյատևման համար ուղղակի ընդունել այնինչ կտան, կրկնեմ, ձրի բանիրը թակարդում